Վերջերս Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Ֆրանսիա-Հայաստան պատմական եւ մշակութային երկխոսություն թեմայով միջազգային գիտաժողովը, որի քննարկումների ծիրում անընդհատ շրջանառվում էր ֆրանսերեն գրականության հայերեն թարգմանությունների հարցը։ Եվ իսկապես դա մի շատ յուրահատուկ հատույթ է հայ թարգմանական դաշտում եւ այդ յուրահատկությունների մասին այսօր զուգահեռ ընթերցումներ հաղորդման շրջանակում կզրուցենք բնականաբար գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ։ Ողջույն Հայկ։ Հիմա պետք է ասենք bonjour երևի։ Bonjour, թեպետ գիտաժողովի ընթացքում շատ ենք ասել bonjour եւ մնացած ֆրանսերեն այլ բառեր եւ տես գամ այդ յուրահատկություններին միանգամից, որովհետեւ վերջերս արձանագրեցինք, որ հայերեն արդեն մոտ 40 լեզվից թարգմանություն ունի եւ դրանք երբեմն այնքան մեծ չափերով են, ասենք ռուսերենից արված թարգմանությունները, անգլերենից արված թարգմանությունները, իտալերենից, գերմաներենից, երբ որ ասում ես ֆրանսերենից թարգմանություններ, ինչեր են արթնանում քո մեջ նախև առաջ։ Իհարկե սա հետաքրքիր եւ կարեւոր թեմա է եւ ուրախ եմ, որ այդ տեսակ միջոցառում է տեղի ունեցել, նաեւ ուրախ եմ, որ ամեն տարի մեզ մոտ ֆրանկոֆոնիայի օրեր են լինում եւ նաեւ հենց այս կազմակերպության շնորհիվ, նաեւ հովանավորության աջակցությամբ, որ համենայն դեպս վերջին շրջանում իհարկե թարգմանվում է ֆրանսալեզու գրականություն մեծ ծավալներով, բայց ես կարող եմ հիշել իհարկե դասական գրականության ավելի վաղ թարգմանությունները, մի մասը իհարկե ռուսերենից թերևս, այո, որ մենք ուսումնասիրել ենք, չգիտեմ, դասականները Բալզակ, Հյուգո եւ այլ, կամ կարող եմ հիշել, չգիտեմ, ավելի օրինակ վերջին շրջանի թարգմանություններից, որ ինձ շատ դուր են եկել, օրինակ Շարլ Ազնավուրի ստեղծագործությունների թարգմանությունները, կարող եմ հիշել, որ ինձ հմայել է օրինակ Անդրե Ժիդի, եթե հատիկը չմեռնի, ուրեմն այս հրաշալի վեպի թարգմանությունը, այնպես որ ֆրանսիական գրականության առնչությունները անչափ կարևոր են եւ հրաշալի է, որ մենք հնարավորություն ունենք առնչվելու եւ եթե հիշենք, թե ինչ մեծ ազդեցություն է ֆրանսիական գրականությունը ունեցել հատկապես արևմտահայ գրականության վրա, արևմտահայ պոեզիայի վրա, արևմտահայ նորավեպի զարգացման վրա, կարող ենք տեսնել, որ սա իսկապես անչափ կարևոր խնդիր է, որը թերևս ուսումնասիրվել է, մենք թարգմանական տեսության եւ պատմության մասնագետներ չենք, բայց համենայն դեպս այս ամենը որոշ բաներով ուսումնասիրվել է, բայց որտեղից է այս առնչությունները սկսում, այս թեման դու ուսումնասիրել ես։ Կարող ենք հենց այդ արձանագրել, տես մի շատ կարևոր կտոր կա, երբ որ ես ասում եմ, որ շատ յուրահատուկ հատույթ է թարգմանական դաշտում, նախ եւ առաջ մի հանգամանք պետք է հաշվի առնենք, որը երևի թե չի առանձնացվել։ Մենք օրինակ Մխիթարյան մեր միաբանների գործունեությունը եթե նայենք լատիներենից, իտալերենից, դրանից առաջ ոսկե դարի մեր թարգմանությունները հունարենից, ասորերենից, հետո եկավ խորհրդահայ շրջանը թարգմանությունների հիմնական լեզուն ռուսերենն էր, հիմա անկախության շրջանում հատկապես վերջին տասնամյակներին անգլերենն է, բայց երբևիցե չենք մտածել, որ եղել են ժամանակներ պատմական, որ ֆրանսերենը եղել է մեր գրականության թարգմանության հիմնական լեզուներից մեկը։ Իհարկե դու հիշեցիր արևմտահայ իրականության մոդելը, այնտեղ իսկապես ապշելու ակտիվությունը ֆրանսերենից թարգմանության, դե բնականաբար կրթության հարցով մեր արևմտահայ մտավորականների մեծ մասը հենց այդ կտորով էր կրթվում եւ ֆրանսերենը կարծես թե երկրորդ կամ երրորդ, հայերենից թուրքերենից հետո երրորդ լեզուն էր, որը շատ փափայլուն գիտեին, եւ ինչն է այստեղ կարեւոր, որ դες խորհրդային շրջանում մենք գործ ունենք միջնորդ լեզվից թարգմանությունների հետ, համաշխարհային գրականության բազմաթիվ գործեր թարգմանել ենք ռուսերենից, հատկապես 19-րդ դարում արևմտահայ ընթերցողը մանավանդ համաշխարհային գրականությանը ծանոթացել է ֆրանսերենի միջոցով, նույնիսկ հսկայական վեպեր կան ռուսական, ասենք Տոլստոյի վեպերը, Դոստոևսկու որոշ վեպեր, նույն Կարամազով եղբայրները, պատերազմի խաղաղությունը Աննա Կարենինան, արևմտահայ ընթերցողը կարդացել է ֆրանսերենից կատարված թարգմանությամբ։ Սա իսկապես մի ապշելու բան է, որը ֆրանսերենի դերակատարությունը շատ բարձրացնում է։ Մյուս կողմից մի շատ կարևոր հատույթ էլ կա, ըստ ամենայնի, եթե հիմա բացառենք մեր ժամանակները, որտեղ բնական է ուղիղ կապերը շատ ավելի հեշտացել են, կարելի է գրվել, նամակագրվել, հանդիպել այդ գրողներին, ֆրանսիական գրականությունը, ֆրանսերենից թարգմանությունները այն բացառիկ հատույթներն են, որտեղ մեր թարգմանիչները, հեղինակները նաև ունեցել են երբեմն ուղիղ կապ այդ գրողների հետ, հա, ու նաև մի հետաքրքիր ֆենոմեն էլ կա, որ այնպիսի դասականներ, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Էմիլ Զոլան, հա, գրողներ, որոնք իրենց կենդանության օրոք թարգմանվել են հայերեն,
եւ հնչեցվել են արևմտայրեն։ Սա շատ կարեւոր բանի մասին է խոսում ֆրանսերենի, որը այդ առանձնահատուկությունը իր ապահովում է։ Այլ հարց է, որ խորհրդային շրջանում այս ավանդույթը մի փոքր հետ գնաց եւ մենք ցեցինք նաեւ թարգմանել ռուսերենից։ Բայց այստեղ էլ շատ կարեւոր օրինաչափություններ կան, որոնք պետք է արձանագրել, օրինակ, որ եթե մյուս լեզուներն ենք վերցնում, նույն գերմաներենը, անգլերենը, այդ հեղինակներին, ապա դրան շարքում միջնորդ լեզվից թարգմանությունները գերակշռում են։ Ֆրանսերենը այն բացառիկ լեզուն է, որից թարգմանությունները 90% եւ ավել կատարվել են ֆրանսերենից։ Մշակութային պատմական կապերը այդուհանդերձ իրենց նշանակություն ունեցել են, բնականաբար նշանակություն է ունեցել ստվար հայկական համայնքի ներկայությունը, այսինքն այս ֆրանսերենի իմացությունը եւ ձգտումը ընդհանրապես այս մեծ գրականության։ Ես հիշեցի այդ անձնական կապերի մասին, թե ինչպես Գաբրիել Սունդուկյանը Փարիզում է լինում, հիանում է Փարիզում եւ նաեւ քայլեր է ձեռնարկում, որպեսզի նրա Պեպոն այդուհանդերձ թարգմանվի ֆրանսերեն եւ այնտեղ տարածվի, բայց ասում են, որ մի փոքր իրականությունները տարբեր են։ Այ մի փոքր իրականությունները տարբեր են, բայց այդուհանդերձ մեզ համար հոգեարազատ է։ Նույնիսկ եթե մենք հիշենք մեր պատանեկան ընթերցանությունը, Հուգոյի, Բալզակի, էլ չեմ ասում, այդ հրացանակիրների մասին, Ջումայի պատմությունները, չգիտեմ, Կոմս Մոնտե Քրիստո եւ այլն, այս բոլորը մեզ որոշակի այսպես մեզ համար աշխարհայացք են ձևավորել եւ վերաբերմունք գրականության նկատմամբ, բայց նոր թարգմանություններն էլ կարեւոր են, օրինակ նաեւ դրամատուրգիա է թարգմանվում։ Շատ կարեւոր են։ Դες այստեղ մի շատ կարեւոր հատույթ էլ պետք է հաշվառվի, այդ խորհրդային շրջանում, դες երբ որ անկախության շրջանում հատկապես վերջին տարիներին սկսեցին շատ թարգմանել, մի հետաքրքիր բան կար եւ երևի քչերն են նկատել, օրինակ անգլերեն գրող, իտալերեն գրող դասականների երկեր մենք ունեինք նախկինում հայերեն, որոնք վերաթարգմանվեցին։ Ֆրանսերենի մոտ 90%-ը վերահրատարակվեց, ոչ թե վերաթարգմանվեց, այլ վերահրատարակվեց, որովհետեւ մենք խորհրդային շրջանում ունեինք նշեցիր դու Բալզակի գրեթե 10 հատորյակ, որտեղ բոլոր գործերը թարգմանվել են հենց բնագրից։ Լենվել Մարությանի, Վահե Միքայելյանի ջանքերով մեծ մասը։ Մենք ունենք Վիկտոր Հյուգոյի բոլոր հայտնի վեպերի թարգմանությունները հենց բնագրից էլի Վահե Միքայելյանն արել, նույն Փարիզ աստամոր տաճարը, նույն Թշվառները, հա, եւ մյուս գործերը, նույն Էմիլ Զոլայի գործերը, Մոպասանի գործերը, Սոֆիա Ավագյան եւ մյուսներ, սա իսկապես բացառիկ ֆենոմեն է, ընդ որում քչերը գիտեն, որ օրինակ Բալզակի վեպերի թարգմանությունների մեծ մասը Լենվել Մարությանը կատարել է Աքսորում, այդ դաժան պայմաններում, հա, որպես իր հացը վաստակելու միջոց եւ նույնիսկ այդ առաջին շրջանի հրատարակություններում նույնիսկ նրա անունը չէին էլ գրում։ Սա էլի ֆրանսերենից թարգմանությունները դարձնում է շատ յուրահատուկ եւ սա նաեւ արտահայտվում է ինչ որ առումով նաեւ թվերով։ Տես, եթե անկախության շրջանի առաջին տարիները նայենք, մինչև 12 թվական, երբ որ Երևանը հռչակվեց գրքի մայրաքաղաք, ֆրանսերենը միշտ թարգմանվող լեզուների շարքում երրորդն էր։ Վերջին 10 տարիներին անգլերենից եւ ռուսերենից հետո բնականաբար, որտեղ առաջին տարիներին գերակշռում էր, վերջին տասնամյակում արդեն ֆրանսերենը կայուն երկրորդն է եւ զիջում է միայն անգլերենին։ Ընդ որում այստեղ մի հետաքրքիր աբսոլյուտիվ կա, որը շատ յուրահատուկ է, կուզեմ սա շեշտել, որ բոլորը իմանան, տես, եթե օրինակ ռուսերենից թարգմանված գրքերի միայն 1.8%-ն էր գեղարվեստական, անկախության շրջանը եթե նայենք, անգլերենից 1.6%-ն էր գեղարվեստական, ապա ֆրանսերենից կատարված թարգմանությունների 81%-ը եղել են գեղարվեստական թարգմանություններ։ Այսինքն, այստեղ էլ շատ յուրահատուկ է, ոչ փաստաթղթեր, ոչ ինչ-որ ընթացիկ բաներ, այլ հենց գրականություն, հենց գեղարվեստ, հենց ճաշակ, ոչ non-fiction, այլ իսկապես հենց մեծ գեղարվեստական գրականություն։ Սա իսկապես ապշելու բան է, որտեվ մենք տեսնում ենք այդ ուղղվածությունները եւ ֆրանսերենը այդ պատճառով էր, որ մի անգամ համարում էի ճաշակի եւ գրականության լեզու։ Այսինքն մենք ֆրանսերենին դիմում ենք այն ժամանակ, երբ որ կարիք ունենք իսկապես բարձրաճաշակ բաներ թարգմանելու։ Չենք համարձակվում այլ բաներ թարգմանել ֆրանսերեն։ Բայց ընթերցողի վերաբերմունքը ինչպիսին է, այսինքն ընթերցելիությունը այդուհանդերձ դասականների դեպքում պարզ է բոլորս էլ ընթերցում ենք։ Հիմա գուցե ժամանակակից ընթերցողները այ Բալզակի այդ բոլոր գործերը, չեմ ասում Զոլա, կարողա չկարդան։ Շագրենի Կաշին կարդան։ Շագրենի Կաշին ես էլ մեծ սիրով իհարկե վերընթերցեի եւ վերընթերցում եմ, որովհետեւ իմ ամենասիրելի գրքերից է, բայց օրինակ շատ լավ կլիներ, որ մենք
Ռաբլե ունենայինք թարգմանված ամբողջական։ Մենք ունենք փոքր տարբերակներ եւ ադապտացված եւ ռուսերենից այո թարգմանած, ինչպես Դոն Կիխոտի դեպքում էր նաեւ էլի փոքր տարբերակը կար բան, բայց ունենայինք այդ ամբողջական հրաշալի ուրեմն ստեղծագործության թարգմանություն, բայց դա շատ բարդ գործ է կարծում եմ։ Մի հետաքրքիր ֆենոմեն կա, որը պետք է շեշտենք, անկախության հատկապես առաջին տարիներին ընդհանրապես թարգմանական դաշտը պատկանում էր թարգմանիչներին, ինչու, որտեղ նրանք էին ընտրում թարգմանել, նրանք էին որոշում երբ թարգմանել, ինչպես թարգմանել, եւ դա շատ կարեւոր աշխատանք է, որ այդ մարդիկ ինքնազոհաբար արեցին, Աննա Հակոբյանն, Ալեքսանդր Թոփչյանը, Գրիգոր Ջանիկյանը, այդ շրջանում շատ կարեւոր գործ արեցին։ Մի կարեւոր շերտ էլ այդ Թոփչյանի, եթե հիշեցեք, մի շատ կարեւոր շերտ էր, ուրեմն հայազգի հեղինակների գործերի թարգմանությունը։ Այո, այն հատկապես այն հեղինակների, որոնք օտարագիր էին եւ գրում էին ֆրանսերենով։ Սա էլի շատ կարեւոր հատույթ է դառնում եւ պատահական էլ չէ, մենք շատ ունենք օտարագիր հայ գրողներ, բայց նրանք ովքեր ֆրանսերենով են գրել, դա էլ ֆենոմենալ բան է եւ նրանց թարգմանությունները ի դեպ շատ արագ են կատարվել։ Ես կարծում եմ չկա որևէ ֆրանսագիր հայ գրող, որը հայերեն թարգմանված չլինի, այդ դեպքում երբ որ ունենք օրինակ անգլիագիր հայ գրող, որը դեռևս հայերեն թարգմանված չկա։ Սա էլ շատ խոսուն ցուցանիշ է։ Հիմա երբ որ հրատարակչական դաշտը, թարգմանական դաշտը ավելի շատ հրատարակիչների մենաշնորհն է։ Այս դեպքում իհարկե թարգմանիչների անհատականությունը չի կորում, բայց հրատարակիչներն են ընտրում, որոշում իրենց խմբագիրները, ում տպագրել, ում թարգմանել եւ այլն, եւ կարևոր գործեր այդ առումով արվում են դասականներին թարգմանելու, օրինակ Մարսել Պրուստի երկու թարգմանություն ունենք, ասենք նույն վեպի նվարդ Վարդանյան Սերգեյ Մկրտչյան, եւ իմ տեղեկություններով նաեւ հիմա Ռաբլեն է թարգմանվում, որը հուսամ առաջիկա տարիներին մեր ընթերցողներին կհրամցվի, բայց ինչն է կարևոր էս ամբողջի մեջ, որ շատ մի ընթերցողի վերաբերմունքն էլ շեշտեցիք, մի հետաքրքիր տեղեկություն հրապարակեց Ներսես Հայրապետյանը Ազգային գրադարանում, որ իրենք յուրաքանչյուր ամիս ամփոփում են, չէ, որ մարզում, որ գիրքն է ընթերցում եւ այլն առաջին տեղ, զարմանալի է, բայց ֆրանսերեն գրված գրականությունը շատ քիչ է առաջին տեղեր զբաղեցնում։ Սան կարող են եւ դրական մոտենալ կամ ինչ են ընթերցում, այսինքն պետք է այս ամեն ինչը նաեւ շատ լավ ներկայացվի, հրատարակիչները նաեւ գուցե պետական աջակցությամբ մինչ վերջերս արվում էին այդ թարգմանությունները, այսինքն նաեւ քաղաքականություն կար որոշակի մշակութային թերևս այս գործերը թարգմանելու, բայց այդուհանդերձ շատ կարեւոր որպեսզի լավ ներկայացվի։ Օրինակ պիեսների թարգմանության դեպքում, օրինակ որ Սաթե Հակոբյանը կատարում է, նաեւ բեմադրվում են, դրանք ներկայացվում են բավական ուրեմն հնարավորություն կա ուրեմն դա հարահրճակելու, բայց այ ժամանակակից ֆրանսիական գրականության կամ նույն, չգիտեմ, հայազգի հեղինակների գործերի թարգմանությունները երևի արժի լավ գովազդնել։ Գովազդի դերձին, բայց ես այդտեղ այդքան սարսափելի բան չեմ տեսնում, ճիշտն ասած, այդ վիճակագրության մեջ, ինչու որտեվ սա եւս գալիս է ֆրանսերենի եւ ֆրանսիական գրականության յուրահատկությունները շեշտելու, ամեն դեպքում նրբաճաշակ բան է, էլի ֆրանսերենը։ Մի շատ կարևոր բան կա, որի մասին էլ կուզեի խոսենք, այն որ պոեզիա է հիմա քիչ թարգմանում։ Ընդհանրապես եթե հիշենք են մեր դասական թարգմանությունները, ըստ ամենայնի բազմաթիվ ժանրեր, ժանրաձևեր պոետիկայի, հա, մտան մեր գրականություն հենց ֆրանսերենից արած թարգմանությունների համար, չմոռանանք օրինակ որ Վահան Թեքյանը համարվում էր սոնետի կամ հնչյակի արքաներ, եւ դա նաեւ ոչ միայն այն պատճառով որ նա շատ էր գրում սոնետներ, այլ որ ինքը գրեթե բոլոր հայտնի սոնետները ֆրանսերենից թարգմանում էր հայերեն, չմոռանանք որ Տերյանը իր ստեղծագործության շատ կարևոր մի շրջան կապված էր ֆրանսիական սիմվոլիզմի հետ, ֆրանսիական պոեզիայի հետ, Բոդլերի տարածքներով, հետո մեր արդեն 60-ականների ժամանակ, երբ որ մեր պոեզիան գրականությունը վերափոխվեց, էլի շատ բաներ Ժակ Պրևերից, մյուսներից Ալեքսանդր Թոփչյանը անում էր պոեզիայի սկզբին Ռեմբո թարգմանել, այո, Արտուր Ռեմբոին թարգմանել, հետո Հենրիկ Բախչինյանը Բուալոին էր թարգմանում, չգիտեմ, էլի դասական, կլասիկական, այդ ռոմանտիզմի եկնել, մենք ընդհանրապես ֆրանսերենից շատ բան ենք իսկապես արել եւ պարզապես հիմա այդ տարբեր պատճառներով պոեզիա շատ քիչ է թարգմանում, ընդհանրապես վերջի տարիների դաշտը որ ուսումնասիրենք,
այդպես ակնառու գրքեր Անդրի Միշոյի գիրքն է։ Բարդի հարցը ես կարծում եմ որ նաև կոմերցիոն խնդիր կա, որտեղ Անդրի Միշոյի բանաստեղծությունների թարգմանությունը, որ Շուշանիկ Թամրազյանն է արել, դա է եւ կարելի է Շարլ Ազնավուրի բանաստեղծությունները նաև դիտարկել Սամվել Գասպարյանի թարգմանությամբ, որոնք մնում են որպես բացառիկ։ Իդեպ, երբ որ մամուլում ենք նայում կայքերում ֆրանսերենից բանաստեղծությունների թարգմանություններ շատ կան։ Ցավոք դրանք չեն արտահայտում գրքերով եւ դա դառնում է մի փոքր որտեղ հրատարակիչները դե երևի այնտեղ հարմար չեն գտնում որպեսզի այո կոմերցիոն այդ բանը խանգարում է ամեն դեպքում։ Բայց որ ընդհանուր նայենք, ուրեմն հատկապես վերջի շրջանում են ակտիվանում, չունենք որևէ հրատարակիչ, որ ֆրանսիական մեկը իհարկե շատ է դիմում, մեկը քիչ, բայց այնուամենայնիվ ֆրանսիական գրականություն հիմա շատ է մեր հրատարակիչների եւ թարգմանիչների ուշադրության կենտրոնում եւ այստեղ էլ ուզում եմ մի կարևոր այսպես ինձ համար դուրս գրած վիճակագրություններ շեշտել, ես խոսում եի որ մեծ մասամբ գեղարվեստական թարգմանությունների լեզու է, բայց նաեւ ոնց ասեմ ֆրանսերենից չեն համարձակվում վատ բաներ թարգմանել։ Հա ոնց որ եւ հրատարակիչները չուզենան շատ բաներ կան, չէ՞ որ կարելի է կոմերցիոն տեսանկյունից այս բանը անել, բայց հրատարակիչների ձեռքն էլ չի գնում թարգմանիչների եւ ֆրանսերենով մեծ մասամբ հрамցում է իսկապես բարձրարժեք գրականություն, կլինի դասական, թե ժամանակակից։ Բայց այ մենք խոսում ենք հիմա օրինակ ժամանակակից գրականությունը, թարգմանությունները քեզ ծանոթ են ինչ-որ չափով թերևս, եւ այ ինչ առանձնահատկություններ ունի այ ֆրանսիական ժամանակակից գրականություն, որքանով է ինքը շարունակում այդ ավանդույթը, որքանով են մեր թարգմանությունների մեջ արտացոլվում այս բաները, այսինքն Բալզակ սիրողը, Հյուգո սիրողը այսօրվա ֆրանսիական գրականության մեջ գտնի այդ ավանդները, թեկուզ լեզվի միջոցով, գեղարվեստական առանձնահատկությունների միջոցով շարունակվող, իմ կարծիքով ամեն դեպքում շատ բան կգտնի թեև այդ պատմական թեման կա, չգիտեմ, ռեալիստական կամ ռոմանտիկական վեպը կա, բայց ամեն դեպքում այդ որոշակի ինչ-որ նուրբ մթնոլորտ կա ֆրանսիական գրականության, փիլիսոփայության որոշակի տեսակ կա, որ չգիտեմ նույն Անդրե Ժիդի ստեղծագործության մեջ կարող են գտնել ժամանակակից հեղինակների գործերում ինչ-որ սեթևե թանկ կա որոշակի, այսինքն այդ աշխարհակն կա, իմ կարծիքով այդ թարգմանություններում այ կարելի է այդ ամեն ինչը գտնել եւ այդ գրականությունը ամեն դեպքում էլի շարունակում է հմայիչ մնալ։ Մնում է հմայիչ, բայց ժամանակակից փուլում մի շատ կարևոր տարբերակում էլ պետք է անենք, եթե մենք դասական փուլում, երբ որ ֆրանսերենից թարգմանություններ վստահ ենք, որ հենց ֆրանսիացի հեղինակ է, հիմա այդ հասկացությունը ընդարձակվել է, գործունենք ֆրանկոֆոն համայնքի հետ եւ պետք է դա էլ գիտակցենք, որ ունենալ ֆրանսերենից թարգմանություններ դա չի նշանակում թարգմանել ֆրանսիական գրականություն, դա կարող է լինել Բելգիայում ստեղծված գրականություն, նույնիսկ Աֆրիկայում ստեղծված գրականություն, Շվեյցարիայում ստեղծված գրականություն եւ բնական է որ տեղի իրականությունները պայմանավորում են նաեւ գրականության բնույթը, բայց այն հզոր կնիքը, որ ֆրանսիական դասական վեպը Պրուստի, Ստենդալի, Հյուգոյի, չենք խոսում էգզիստենցիալիստերի մասին, թե որքան մեծ Կամյու, Սարտր, Լեկլեզիո, որ վերջերս թարգմանվեց արձանագրություն վեպը, այսինքն սա շատ նախ այս վեպերը թարգմանելուց հետո գուցե մինչ այդ ռուսերենի միջոցով մեր հեղինակները հաշվել են, շատ մեծ ազդեցություն է ունեցել 90-ականների հայ արձակի ուրեմն զարգացման վրա եւ այդ փիլիսոփայական ուրեմն հատկապես ուղղվածություն ունեցող գործերը Սարտր Կամյուն եւ այլն, հետո էլի թարգմանվեցին, էլի հրատարակվեցին, հրատարակվել, որոնք իսկապես անդրադառնում են մեր գրականության զարգացման վրա, լավ թե վատ, չգիտեմ, որովհետեւ հաճախ դրանք լավ չեն տեղայնանում, այսպես ասած, եւ որովհետեւ այ երիտասարդ գրողները իմ տպավորությամբ արձակագիրները հատկապես սկսում են ներշնչված այդ Կամյուի, Սարտերի գաղափարներով, բայց դա այ մեր գրականությանը մի քիչ դժվարությամբ է իմ կարծիքով կպնում։ Որտեւ ամեն դեպքում այլ իրականություններ են եւ այլ փորձառություններ, բայց ամեն դեպքում ես ուզում եմ շատ կարևորել եմ փաստը, որ այս պահի դրությամբ եթե փորձենք ամրագրել ու ամփոփել ինչպես ենք մենք թարգմանում ֆրանսերեն գրականությունը, ես կարծում եմ, որ գրեթե չկա նշանակալից որևէ երկ, բացի Գարգանտյան եւ Պանտագրուլից, որը շատ վստահ են, որ շատ մոտ ապագայում կլինի, որ այսօր չլինի հայերեն եւ ամենակարևորը մերոնք հիմա շատ նաեւ ուշադիր հետեւում են կատարվող process-ներին մեր հրատարակիչները եւ բավական է որ աշխարհում լինի որևէ ֆրանսագիր լավ գիրք, ֆրանսերեն գրված լավ գիրք, գրեթե անմիջապես թարգմանվում է հայերեն եւ հրամցվում է մեր ընթերցողին եւ սա այդ նշած պատմական եւ մշակութային մեծ երկխոսության արգասիք է, որտեղ նաեւ հակառակ process-ն էլ է սկսել, մերոնք են թարգմանվում ֆրանսերեն, ուսանք դա շարունակական կլինի։ Այո։
Շնորհակալ։